Պարոն Մխիթարյան, ձեր ելույթում նշեցիք գովազդների տակ ինչ-որ տարբեր սոցիալական հարթակներում ինչ-որ բաներ են ձեր մասին տարածում, նկարներ են ֆոտոշոպ անում եւ մի շարք այսպիսի արշավ է սկսել, հա, ձեր դեմ։ Ինչպես եք որակում իշխանության այս գործընթացը։ Այդ հիմար գործընթացը իրենք որտեղ գրել են շատ երկար ժամանակ, լուրջ չեն վերաբերվում դրան, իրենք իրենց դրանով հույս են տալիս, որ նման կերպ ինչ-որ մի ձև կարողանալու են ազդել մարդկանց կարծիքների, էմոցիաների ու տպավորությունների վրա։ Ես վստահ եմ, որ դա ինքնախապեյություն է, ինչ ուզում են թող անեն, միևնույն է մարտի 30-ին մարդիկ գնալու են ու իրենց ընտրությունը կատարելու են, նվազագույնը իրենք իշխանություն չեն ունենալու այս քաղաքում։ Ամփոփիչ միջոցառում էր սա քարոզարշավի, որովհետև վերջին կոչը համենայն դեպս ոնց որ էլ չեք տեսնելու, հա, ընտրողներին կամ դե մենք մեր այցելությունները, բակային այցելությունները մեծամասամբ արդեն ավարտել ենք, մնացել են մի քանի ձեռնարկություններ, ուշ պիտի գնանք աշխատակիցների հետ հանդիպելու, բայց մեր համակարգացիների հետ, այո, սա մեծ վերջին հանդիպումն էր, տեսակ մարտաքանակը, տեսակ մարտաշատությունը, տեսակ որ նստելու տեղ անգամ չկար, ոտի վրա էին մարդիկ։ Ձեր տպավորությունը Դալիճից։ Ես շատ շնորհակալ եմ։ Սպասելի էր ձեզ համար այսքան լիքը։ Հիմա որ ասեմ չէ, պիտի ասեմ, բա ոնց եղավ, իհարկե սպասելի էր, որովհետև այցելությունների ընթացքում մարդկանց հետ խոսելու ընթացքում ամեն հաջորդ անգամ մենք հասկանում ենք, որ մարդիկ ավելի ոգևորվում են, մարդիկ ավելի վստահում են, մարդիկ սկսում են հստակ գիտակցել, թե այս ընտրությունները ինչի մասին են։ Ու ամենակարևորը մարդիկ հասկանում են, որ այս ընտրությունները միայն ասֆալտի, կանաչապատման, աղբահանության կամ երկու հատ պրոժեկտոր շենքի պատին ձգելու մասին չեն։ Հատկապես ու առավելապես այս ընտրությունները Հայաստանի ապագայի մասին են։ Պարոն, ձեր ելույթում էր այն հատվածը, որ եթե ուզում եք իմանալ Հայաստանում բնակիչն ինչպես է ապրում, եկեք 5 օր մնացեք Գյումրիում, տեսնեք 5 տարի առաջ ինչպես էր ապրում գյումրեցին եւ ըստ այդմ ինչպես էր ապրում Հայաստանի ցանկացած քաղաքացի, այսօր ինչպիսին է եւ մարտի 30-ից հետո ինչպիսին է լինելու։ Թե 5 տարի, թե վերջին 30 քանի տարին գյումրեցին ապրել է միշտ նույն հոգսերով։ Ու այդ հոգսերը ցավոք սրտի դեռևս չեն փարատվել ու լուծում չեն ստացել։ Կան տնակներում ապրող մարդիկ, Գյումրիում կա հազարավոր աշխատատեղերի կարիք, որովհետև մարդկանց հետ երբ որ դու խոսում ես, ասում ես ինչ եք ուզում, մարդիկ ասում են ոչ մի բան ձեզնից չեք ուզում, աշխատանք տվեք։ Աշխատատեղ տվեք, գնանք աշխատենք, մենք մեր տունը մեր ձեռքով կսարքենք ու դա իրոք այդպես է։ Գյումրեցին եթե ունենա հնարավորություն իր արտար վաստակը ունենալու, ինքը իր ձեռքով իր տունը կսարքի։ Հիմա մեր պատկերացումները մեր քաղաքի ու մեր պետության մասին հենց այդպիսին են։ Ղեկավար օղակներում պետք է լինեն մարդիկ, որոնք առաջնայինը պետք է ստեղծեն իրենց ժողովրդի համար արդյունավետ աշխատանք ունենալու հնարավորություն, ինքնադրսևորվելու հնարավորություն, սեփական միջոցներով կներեք։ Սեփական մասնագիտական ունակություններով, սեփական թասիբով ու արժանապատվությամբ, սեփական վաստակը ունենալու հնարավորություն, չգիտեմ ինչ էի խոսում ընդ անցնենք, մի հատ ուզում ես նորից ասած։ Ինչպեսին էր, հա, ինչպես էր ապրում 5 տարի առաջ, ինչպես է ապրում այսօր եւ մարտի 30-ից հետո ձեզ ինչպես է ապրում։ Գյումրեցին թե 5 տարի առաջ, թե վերջին 30 քանի տարին ապրում են նույն հոգսերով։ Ու այդ հոգսերը մենք լայվում ենք, եթե մենք լայվ կներեք ժողովուրդ ջան, ես չգիտեի որ լայվում ենք, բայց սա նաև լայվի խնդիրն է, ձայնս կտրվել է, դրա համար նույն բանը 2 անգամ ենք ասում։ Գյումրեցու խնդիրները դեռևս չեն փարատվել ու այդ խնդիրների լուծման համար ենք նաև մենք գալիս հիմա։